Այս կիրակի որ կիրակին է որ մենք միասին նշենք գալիս է 6-րդ կիրակի այսինքն մնաց մեկ կիրակի եւ արդեն 8-րդ կիրակին հավիտենական խորհրդի մեջ բառնող Հարության այդ նույն արագությամբ նաեւ անցնում է մեր մարդկային երբ որ մենք մի բառ մեր աչքերը թարթում են եւ տեսնում ենք որ մեր կյանքի մեծ մասը այլևս բայց մարդը շատ հետաքրքիր էակ է երբ որ բաներ կա որ կյանքում ինքը շատ է կարևորում բայց երբ որ գալիս է ժամանակ այդ բաները կյանքի կոչելու ինքը միշտ վարանում ինքը միշտ փորձում է դրանից խուսափել եւ այդ ամենը կյանքի չկա այս վերջերս մի փոքրիկ մի հարց տվեց եւ ասեց դեր այդ ժամանակին մարդիկ երկար էին ապրում Աստվածաշնչից գիտենք 960 տարի 800 տարի 700 տարի այսինքն մարդիկ երկար ապրում են ասեց հիմա ինչի մարդիկ այդ երկարությամբ չեն օրինակ ինչ կպատմես Այսինքն մարդու տարիքին, մարդու ապրելու իմաստն ու առաքելությունը տարիքի մեջ չի, կատարած գործերի մեջ է նստում։ Դե մարդը ինչ գործեր է ինքը կատարել իր կյանքի ընթացքում։ 100 տարի կապրի, թե 20 տարի, թե 60, թե 50, կարևոր է իր կյանքում կատարած իր առաքելներն են, իր առաքելությունն է, որ ինքը կոչել է։ Հիմա երկու անձնավորություն, Վարդանանց պատերազմ, Վարդան Մամիկոնյան, Վասակ Սյունեց։ Վասակ հանդիպել եք ես մեկ-երկու անգամ պիտի որ հանդիպած ես մեկ-երկու անգամ Վասակ անուն հանդիպել եմ, բայց Վարդան անունը մշտապես։ Իսկ նայեք կատարած առաքելությունը, երկու դարաշրջանում ապրած երկու մարդիկ, ում անունը շատ հաստատում եւ կարելի ասել չկա հայության շրջանակում եւ մեկ ուրիշի անունը Վարդան, որ միշտ հանդիպում է սա։ Հենց այդ դրամանը ասում կարևորը մարդու առաքելությունը, թե մարդը ինչ վաստակ է թողել կյանքում։ Վարդանի քաջությունը, Վարդանի հայրենիքի նկատմամբ սերը, հավատքի նկատմամբ անկոտրում լինելը, հայոց ազգը գնահատում է ինչով իր զավակներին Վարդան կոչել։ Այսինքն ինչու է հայ ժողովուրդը իր զավակներին Վարդան կոչում, որովհետև ուզում է, որ այդ անվան կրողի նման իրանք են քաջ լինեն, անկոտրում լինեն հայրենիքի եւ եկեղեցու նկատմամբ։ Իսկ Վասակ անունը չեն տալիս, որովհետև Վասակ անունը դավաճանի դիտարկվում մեր կյանքից։ Ուրեմն այդ մարդու ապրած կյանքը եւ իր կյանքում կատարած իր գործերը ինչքան կարեւոր է հետագա սերնդին։ Նույնպես նաեւ մենք կարողանանք մեր կյանքը ապրել այնպես, որ չկարևորվի տարիները, այլ կարևորվի մեր կյանքում մեր կատարած գործերը։ 6-րդ կիրակի, Գալստյան կիրակի, որ իր մեջ ունի խորհուրդ 6-րդ կիրակին, եւ առաջին գալուստը, եւ երկրորդ գալուստը, եւ դատաստանը։ Ուրեմն մենք բոլորս կանգնում ենք դատաստանի առջև, մենք բոլորս կանգնում ենք մեր կատարած արարքների հետևանքի պատասխանը ստանալ։ Ուրեմն քանի որ քանի դեռ Աստված մեզ կյանք է տվել, որ մենք ապրում ենք այս երկնքի տակ եւ կարող ենք ապաշխարել եւ կարող ենք մեր կյանքը փոխել, ուրեմն փորձենք մեր կյանքը մեր կյանքում կարևորել Աստծո ներկայությունը, վերանայել մեր ապրած տարիները եւ կարևորել այն արժեքները, որ մենք կթողենք մեր կյանքից։ Սա որպես նախաբան, եթե հարցեր ունենանք, մեծ սիրով գործում այդ հարցերը։ Առակած գրքում մի տեղ ասվում է Տիրոջից է մարդու լեզվի պատասխանը։ Մյուս տեղում էլ ասվում է, որ ոչ մի մարդ զուտ տեղը անեծքներ չի տալիս։ Այսինքն կարող է ենթադրել չար մարդուց անեծքա գալիս, բարի մարդուց Աստծո լեզվի պատասխան։
ինձ թվում է այդ հարցին ակումբից Տիրան եղբայրը շփման պատասխանել, ասել որ չի կարող նույն ակումբի ձեռքարը եւ քաղցրահամ, ջուրս չեն կարող նույն շփումներով, որով փառատոն են ասում, այդ շփումներով պետք չի անեց։ Այսինքն ընդհանրապես մենք մեր կյանքի ընթացքում փորձենք այդ անեծք անցել այդ հասկացությունից փորձենք շատ Եվ իշքան որ կարող ենք գործնել եւ մարդկանց օգնել եւ բարոյական կյանքով։ Այսինքն տարբեր պատասխանները տարբեր այս լաբարին աստծա անեցկա արդեն չարից է, չէ՞, այդպես հասկանում։ Ուրիշ հարց ասա։ Նստի։ Ինչպես մարդուն օգնել, որ մարդը վատ մտքերից հրաժարվի կամ թոթափի իրենից վատ մտքերը։ Ինչպես մարդուն օգնել, հիշեցի ադամ, տեսա հայացքը հիշեցի։ Ինչպես մարդուն օգնել, որպեսզի վատ մտքերը թոթափեն։ Այ մարդուն օգնել կամ չօգնելու որևէ խնդիր չկա։ Առաջերտին մարդը ինքը ուզում։ Մինչև մարդը ինքը չուզելա դու մարդուն չես կարող։ Եթե բերեմ հրեշտակապետիչը Գաբրիելի եւ Աստվածանոր խոսակցությունը, սա մի քանի օրերից ավետման տոնն է, ասմիկ դուրը փագել, մեկս մյուսից չզիջով է, մեկս մյուսից անպատվով ծավոք սրտում, բայց իրականությունը սա է, անհամբեր եմ դարձել, իսկ ավետարան ասում է, ով չհամբերի, ավիտենագնքյան չի ուր է, ով համբերի նա ավիտենագնքյան։ Գաբրիելի և Աստվածանոր խոսակցությունը, ամսի 7-ին երկուշաբթի օրը գալ Աստվածանոր տոնն է և եկեղեցու պատարագ է մատուցվելու առավոտյան ժամը 10-ից կես։ Ամսի 5-ին էլ շաբաթօրն էլ ունենք պատարագ Գրիգոր Լուսավորչի մուտնի բիրավ և ամսի 7-ին բաց պատարագներն եմ ասում, ամսի 6-ին նաև Կիրակի օրը փակ պատարագ համատուցվելու, իսկ ամսի 5-ին և 7-ին առավոտյան 10-ից կես բաց պատարագ։ Հետո հաղորդություն։ Եթե բաց այ, հաղորդություն կամ ներոշ։ Մինչև Աստվածամայրը չասեց, համաձայնություն չտվեց, չեղավ, ասեց ահավասիկ կամ աղախին տյարը, ըստ բանիքում եղիցին, այսինքն ահավասիկ տիրոջ աղախին եմ, թող տիրոջ խոսքի համաձայն դեպ։ Նույնպես ամեն պարագայի մենք բոլորս մինչև մենք ինքներս չենք ուզում, այդ օգնությունը չի։ Մենք պիտի կարողանանք ինքներս ցանկություն ունենալ, մենք պիտի կարողանանք ինքներս մեր քայլերը ուղղել, ինչ-որ աշխատանք կատարել, որ այդ օգնությունը ստանանք։ Շատ շնորհակալություն։ Շատ բարդ իրավիճակում հայտնված մարդը, ասենք մեծ գումար ունեն իր ծանոթին եւ չի կարողանում հետ ստանալ, միայն խոստումները լսում լինի կտան։ Այ ինչպես անեն, որ չզայրանա, ինչ անենք, սպասենք, հավատով։ Իսկ մեզ ասում են ինչ անենք, եթե գումարը տվել մտերիմին եւ այդ գումարը չի վերադարձնում։ Այո, իր խոստացածի համաձայն չի։ Իր խոստացածի համաձայն չի վերադարձնում։ Մեզ որևէ մի բան չի մնում, կան սպասել եւ աղոթել իր համար, որպեսզի Աստված իրան իմաստություն տա, կամեցողություն տա եւ վերադարձնելու շանելիք չունի։ Բնականաբար մարդկային մտածողությամբ այսպես բաներ ունենք, բայց իրականության մեջ այդ ամենը օգտակար չի, այդ ամենը իր դրական արդյունքը չի ունենա, այլ պիտի համբերությամբ սպասել մինչև այդ մարդը գումարը վերադարձնի։ Եթե չեմ սխալվում, ես մի պատմություն պատմել եմ սրա հետ կապված, չէ՞։ Մի երեքշաբթի պատմել եմ, որ երկու ընկերներ են լինում, մեկը դեղագործական ընկերություն է լինում, որ այդ դեղերից միշտ իր ինքը գումար է ստանում։ Եվ իր ընկերը գալիս է իր հետ աշխատելու, սա իրական պատմություն։ Իր ընկերը գալիս է իր հետ աշխատելու, հիմա այդ երկուսն էլ գնում են Գրիգոր Լուսավորիչ պատարագի իմաստություն։
այդ մարդը դեղերը վերցնում է, վաճառում է, այդ ամբողջ գումարը ընկերոջից անհայտ վատվում է եւ այդ ընկերը չի կարողանում գումարը հեծնել։ Մի որոշ ժամանակ հետո այդ ընկերն էլ ընկնում է շատ ծանր վիճակի մեջ, իր դեղատները վաճառում է եւ այլ, մինչեւ կարողանում է այդ վարձքը փակել։ Մի օր այդ գումար վերցնողը վերադառնում է եւ ընկերոջը ասում է. «Ինչ անեմ, այս վիճակն է, ինչ կուզես արա», ասում է, «Ես ոչ մի բան չունեմ անել, ես քեզ համար աղոթք կանեմ, որ Աստված քո ճանապարհը բացի եւ դու կարողանաս այդ գումարը վաստակես ու վերադարձնես»։ Եվ իրապես այս մարդը աղոթք անում ու այդ երկար ժամանակ այդ մարդը հաջողում է եւ այլն եւ իր գումարը վերադարձնում է իրեն։ Եվ ամենակարևորը ասում է, ես զգացի, որ իմ դիմացինը հավատալով Քրիստոսին հավատացող մարդ է, որ ոչ մի բռնություն կամ ոչ մի բան չարեց, այլ ուղղակի ինձ համար աղոթք գրանում, որ Աստված ինձ ճիշտ ճանապարհի վրա դնի եւ ես կարողանամ այդ գումարը վերցնել։ Հենց որ մեզ էլ մնում է, որպես քրիստոնյաներ իր համար աղոթք անել, որպեսզի Աստված իրեն ճիշտ ճանապարհի վրա դնի եւ ինքը կարողանա այդ գումարը ասալ։ Այսպիսի մի հարցն ինքն է վերջերս, որն է ճիշտ սեփական բառերով աղոթել, թե մեր եկեղեցու հայրերի աղոթքներով։ Բնականաբար երկուսն էլ ճիշտ է։ Պետք է կանոնական աղոթքին մասնակցել, կանոնական աղոթքները որոնք ժամերությունները, որ մենք կատարում ենք, առավոտյան եւ երեկոյան սուրբ պատարագը, բայց նաեւ մեր սուրբ պատարագի մեջ կա մի հատված, որտեղ ասում է դու մեր հայրն ես եւ դու մեր հայրն ես եւ մենք քո որդիներ ենք։ Բնականաբար, եթե մենք որդի ենք, նաեւ կարող ենք մեր խնդրանքը, մեր բառերով, մեր խոսքերով ուղղել դեպի Աստված։ Այնպես որ մենք մեր բառերը կարող ենք օգտագործել մեր անհատական աղոթքի մեջ, բայց պետք է կարևորենք նաեւ ընդհանրական, միասնական աղոթքը, որ ամեն առավոտ եւ երեկո կատարվում է հայ արգելական սուրբ եկեղեցու։ Ուրիշ ասեմ։ Ձեր հայ ժողովուրդ գրքում գրված է «Վախեցիր Աստծուց եւ պահիր նրա պատվիրանները», բայց ես շատ քահանաներից լսել եմ, որ ասում են մի վախեցեք Աստծուց, այլ երկյուղ ունեցեք։ Հիմա Աստվածաշնչում ինչու է օգտագործվում վախենալ բառը։ Նույն ձև էլի մի բան է կարդացել եմ, ծեծն ու կշտավ բանկը ոնց որ օգուտ են զավակի։ Ինչի է հենց ծեծ բառը օգտագործում, չէ՞ որ դա մի քիչ Դու նույն առակա այդ որտեղ դու կարդացել ես ծեծն ու կշտավ բանկը օգուտը, նույն այդ իմաստություն, սիրակի իմաստության մեջ ասում է առանց ծնողի ապտակով մեծացած զավակը առանց ապուստի չի ունեն։ Եվ նա երբ որ խոսքը վերաբերվում է հայր որդի փոխհարաբերության մեջ, չէ՞ մենք բարկությունը ինչպիսի մեղք է։ Յոթ մահացու մեղքերից մեծն չէ։ Բայց օրինակ Աստվածաշնչում գտականում միտեղ կարդում է, երբ որ Ղազարոսի հետ կապված դեպք կար, ասում է եւ Քրիստոս բարկացավ, կամ տաճարի հետ կապված դեպք ասում է եւ Քրիստոս բարկացավ։ Հիմա ինչ։ Հա? Այսինքն սիրով բարկությունը, չէ՞ խրատելու բարկությունը եւ ոչ թե ատելության եւ թշնամանքով։ Ուրեմն, երբ որ ծնողի, սիրելի փոխհարաբերությունն է, բնականաբար այդ բարկության մեջ ատելություն չկա։ Եվ երբեմն այդ ծնողական ապտակը, որը բարկության չի, թշնամության չի, ավելի խրատու եւ հազդու է, որպեսզի զավակը ճիշտ ընթացքի մեջ։ Դրա համար։ Իսկ երկու վախ ինքը երբեմն հավասարության նշանադրում, երբեմն ոչ։ Ուղղակի թարգմանության խնդիր է, որովհետեւ որոշ տեղերում կա Աստծուց երկու գրելու մասին, բայց երկուից դուրս գալն էլ ինքը մի աստիճան է, որով դու դի անցնես, այդ երկուից դուրս գալու։ Երբ որ Անտոն անապատականին հարցնում են, որ Աստծուց երկու ունես, ասում է ոչ։ Իրեն ինքը ասում է ոնց դու մեծ սուրբ Աստծուց երկու չունես, չասում ես Աստծո սիրում։ Այսինքն ինքը աստիճան է, որով դու երկուից անցնում ես դեպի սեր,
որովհետև սիրո մեջ երկուք չկա, վաղ չկա, այլ սիրո մեջ կա հարգանք, խոնարհություն, ներողամտություն եւ բոլոր դրական։ Այսինքն դու երբ որ սեր ունես Աստծո ներկայության մեջ ես։ Այդ սուրբ Պողոսի Այսինքն բարկության հետ մեջ թշնաման կատարություն չունի։ Բարկության հետ մեջ թշնաման չունի։ Երբ որ դու բարկանում ես այդ թշնամանքով ատելության, այդ բարկությունն է, որ 7 մահացում է դուրից։ Մի հաճախ տրվող հարցեր տան, շուտով պահքից դուրս գալու հարցերն են առաջանալու, որտեղ շատերը հարցում են, եթե ինչ-ինչ պատճառով, ոչ ճրագալույցին, ոչ հաջորդ օրը առավոտյան հատկական պատարագին չեն կարողանում հավաքություն ստանալ այդ դեպքում, ինչպես դուրս գան պահք։ Շաբաթ օրը երեկոյան պահքը լուծում են ձվով, ձգով, փլավով, իսկ մյուս կիրակի օր, այսինքն երբ որ արդեն պատրաստ կլինի վիճակի կլինի ճաշակելու տիրոջ մարտին եւ այլն։ Մյուս կիրակի օրը ձոն բաց մոտենում հավաքություն ստանալ։ Այսինքն պարտադիր պայման չէ հավաքություն հետո ստանալ, որ Եթե վիճակի չես, չէ, ուղղակի պահքից դուրս ես գալիս, մյուս երբ որ պատրաստ ես լինում, գալիս ես հավաքություն ստանալ։ Հարցերի բոլոր հարցերի պատասխանում ենք։ Եթե բոլոր հարցերի պատասխանում ենք, ապա սրանով կսահմանափակվենք։ Ծոմ որ դեպքում կարելի է պահել։ Ծոմ որ դեպքում կարելի է պահել։ Իսկ ծոմ պետք է պահել խորհրդակցելով հոգևոր հորը, հոգևոր առաջնորդի հետ, Խոստովան Հավորիտ հետ, ով որ քեզ կպատրաստի այդ ծոմապահության շուրջ։ Եվ ինքը կնշանակի։ Բնականաբար շատ ավելի լավ կլինի, որ ավագ շաբաթը մենք բոլորս ծոմ պահենք։ Շաբաթ։ Ավագ շաբաթի ամեն հանգրվան կարողանալու ծոմ պահենք, այսօրից եմ ասում այդ ծոմապահությունը առավել պետք է խորհրդակցել Խոստովանավոր հոգևոր առաջնորդի հետ, որը քեզ ավելի լավ ճանաչում եւ իր խորհուրդները կարող է տալ այդ ծոմապահության շրջանը ճիշտ։ Իսկ հնարավոր է աշխատանքի գնալ ու ծոմի մեջ լինել։ Մի հարցեր վերջին։ Տեր հայ, Աստվածաշնչում հաճախ խոսում է իմաստուն կնոջ մասին, բայց չխոսում իմաստուն տղամարդու մասին։ Այդ կինը հնազանդ պետք է լինի իմաստուն տղամարդու։ Չէ, եթե տղամարդը իմաստուն է, կինը հնազանդ։ Ամեն դեպքում պետք է հնազանդ։ Ինքը համարվում է տղամարդի իմաստուն։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ հակառակն է, Սողոմոնի իմաստություն։ Նայասն, կնոջ դերը շատ տղամարդիկ թերագն է, կնոջ դերը շատ կարևոր է, թե տղամարդու, թե ընտանիքի կյանքում։ Նայեք, մենք ունենք երկու դեպք Աստվածաշնչում։ Աստվածամայրը եւ Եվան։ Այսինքն մեկը պատճառ դարձավ, Եվան պատճառ դարձավ մեղքի գալու աշխարհը։ Աստվածամայրը նվեր կենթանով ուզում են մտնել եկեղեցի։ Իսկ Աստվածամայրը պատճառ դարձավ այդ մեղքը աշխարհից դուրս գալ։ Ուրեմն այդ կնոջ դերը ինչքան կարևոր է մեր կյանքում։ Գրիգոր Նուսացի ծննդոց գրքի երկերկոցի մեկնության մեջ ասում է հարց է տալիս, ասում է ինչու Ադամը կերավ այդ ասը ու պատասխանում է, որ դեպի կին ունեցած սիրուց չուզեց մերժել իր կնոջ խոսքը, քանի որ այնքան է սիրում Եվային։ Նույնը նաև Աստվածամոր բանն է, Աստվածամոր խոնարհությունը, չէ՞։ Աստծո խոսքին, Աստծո խոսքը ընդունելուն եւ սերը դեպի Հիսուս պատճառ դարձավ, որպեսզի մենք ունենանք մեր բռնությունը, որպեսզի մենք ազատվենք մեր մեղքերից։ Նույնը նաև Առակաց գրքի մեջ Սիրակի իմաստության մեջ ասում է
Կինը կարող է տղամարդուն բարձրացնել դեպի երկինք, կինը կարող է տղամարդուն խոնարհեցնել դեպի այնպես որ կնոջ դերն ու նշանակությունը մեր կյանքում մենք կարողանանք ճիշտ կարևորել։ Այսինքն մենք կնոջ դրա համար ասում ենք, կինը մի իմաստուն կնոջ դերը միշտ կարևոր է եւ կնոջ դերը միշտ մի կարողանանք մեր կյանքից ներս կարևորել, որովհետեւ որպեսզի այդ ընթացքում այդ դժվարների վրա դրվածները կարողանանք ճիշտ իրենց եզրահանգումների ասանաչ Մարդկանի զգայելը Եկ և սոսը ճիշտ ասում, բայց կանխազգալու զգայելը ոմանց մոտ առավելա, ոմանց մոտ նովազ, ոմանք էլ չունեն Այսկը ոչ թե չունեն, այլ ենքան ծածրա, որ չունեն Նայեք, երազների միջոցում մարդ կարող է կանխազգալ Հետո մենք որ քայլում ենք, չէ, մենք այդ ինֆորմացիան մեր շուրջ բոլորը մենք ուզենք թե չուզենք անվանում ենք, դա եւ պաուստի մեջ։ Եվ երբեմն որ մենք ասում ենք ինձ հետ պատահել է, վստահաբար ձեզ հետ էլ պատահած կլինի, երբ որ մի իրավիճակ ենք տեսնում եւ մտածում ենք որ այդ իրավիճակը եղել է մենք այդ իրավիճակի մեջ եղել։ Այդ պաուստից եկած ինֆորմացիան որ մեզ գալիս է մենք կարևորություն չենք տվել, բայց այդ ինֆորմացիան հավաքագրվել է մեր պաուստում։ Հիմա, ինչու է մեզ ասում երազներին կարևորություն չտա։ Որոշ երազի երեք տիպ կա, չէ՞, այդ հիշողությունն է, որ գալիս է մեր երազի միջոցով մեզ ցուցակում, Աստծուց եկած երազներ եւ չարից եկած երազներ։ Աստծուց ունենք նաեւ տեսիլներ, որ երբ որ քնած ես արթուն, բայց այդ տեսիլները տեսնում Բայց հայրերը զգուշացնում են, ասում են երազներով մի ապրեք, որպեսզի իրականությունը չկորցնես։ Այսինքն, երբ որ դու սկսում ես երազդ կատարվեց, դու սկսում ես այդ ամեն ինչին կարողություն տալ։ Դու կորցնում ես իրական կյանքը եւ սկսում ես ապրել սոցցանցեր, վիրտուալ կյանք։ Սոցցանցը նույն այդ երազն է։ Ուրիշ բան չի։ Այսինքն, երբ որ հայրերը մեզ զգուշացնում են, երբեմն մտածում ես, որ այդ մարդիկ մարգարեներ են, որ մեզ զգուշացնում են այդ սոցցանցերի ոչ իրական կյանքի մասին։ Երբ որ դու սոցցանցում ապրում ես վիրտուալ կյանքում, երբ որ դու իրապես չես ներկայանում, դու իրական չես։ Այլ դու ապրում ես այդ կյանքից ներս, այդ վիրտուալ կյանքից ներս։ Դրա համար ինքը զգուշացնում են, որ այդ վիրտուալ կյանքը, ոչ իրական կյանքը վտանգավոր է, որովհետև շատ հեշտությամբ դու կարող ես բռնվել։ Ու ինչքան հեշտությամբ մենք այդ սոցցանցերում բռնվում ենք, չէ՞։ Բռնվում ենք տարբեր մեղավոր վիճակների մեջ ենք ընկնում։ Վիճելով, տարբեր էջեր ունենալով եւ տարբեր էջերում մեր տարբեր դեմքերը ցույց տալով եւ այլ այդ ֆեյքեր կոչեցյալ եւ այլ ինչքան շատ է այդ ոչ իրական կյանքը, ոչ վիրտուալ կյանքը, որով դու բռնվում ես։ Այնպես որ պետք է կարևորենք իրական կյանքը եւ չկարևորենք այդ վիրտուալ կյանքը։ Ես չեմ ասում մեջը կա եւ դրականը եւ բացասականը այդ սոցցանցերի մեջ։ Բայց մենք ուղղակի այնքան իմաստուն դիտենք, որ կարողանանք մենակ օգտվել դրականից։ Եվ այն ինչ որ չարի կողմից բացվում է, այդ ամենը ուղղակի պետք է կարողանանք ճիշտ ժամանակին փակել, որպեսզի այդ մեղավոր վիճակի մեջ չգա։ Այդ ժամանակին չկային այդ սոցցանցերը, երազները, մեր տատիկները, մեր մեծերը երազներով միշտ առաջնորդվում էին։ Դրա համար եմ ասում, սխալ է անում։ Մենք վիրտուալ կյանքը թողնենք մի կողմ, ապրենք իրական կյանքը։ Եթե Աստված մեզ ուզենա ինչ-որ մի բան հայտնի, վերջը մեր կյանքը Աստծո ձեռքն է, չէ՞։ Ես եկեղեցու։ Ձեր հայր, իսկ եթե երազում Աստծուն եք տեսնում, իսկ եթե երազում Աստծուն եք
Mesela spasem çok çalıştım ki çıkanların gibi konuşuyoruz. Եթե երազում աստծո հետ զրուցում ես, Իմանայի, Պողոս Արաքելն ասում է կարող է սատանան լույսի հրեշտակի տեսնում։ Այսինքն Աստված մեզ զրուցելու միջոց տվել է աղոթք։ Երբ որ մենք եւ հոգով եւ մտքով մեր աղոթք κάνենք, Աստված մեզ զրուցելու միջոց տվել է Հիսուս գիրքը տվել է կարդալ։ Իսկ դրանից առավել զրուցելու կարիք չունի։ չեմ զրուցել, ուղղակի ինքն է խոսել իմ Դրա համար եմ ասում, դրանից առավել Իմ կյանքից դրվագներ այն ցույց տվել ու ասել է, որ ես այստեղ եմ եղել, այստեղ եմ եղել, այստեղ եմ եղել ու բոլոր դրվագները վտանգավոր դրվագներ էին, որոնք ես ունեցել եմ։ Ինքը հիմա նոր ինչ չի թվում դու ինչ-որ նորություն ես իմացել։ Քրիստոս Մատթեոսի ավետարանի մեջ ասում է ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Այսինքն Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում միշտ կա։ Հիմա ես դրա համար միշտ օրինակը բերում եմ, օրինակից շատ են մեղադրում, ասում են դու ուխտագնացության քիչ ես տալու։ Հա, ես ուխտագնացության քիչ եմ։ Պայսիոս Աթոսացու խոսքը կա շատ լավ, ասում է դուք ինչ եք գնում ուխտագնացություն։ Ինչ եք գնում ուխտագնացություն։ Ասում է Աստծուն եք, չէ՞ փնտրում։ Ասում է Աստված ձեր կողքն է, ասում է փնտրելու պետք չունես։ Ասում է Աստծուն փնտրելու պետք չունես, Աստված քո կողքն է։ Ասում է միշտ քո կողքն է, ասում է միշտ քո կողքն է։ Նենց որ երբ որ դու նայես, տեսնես, կտեսնես, որ Աստված միշտ քո կողքն է։ Դրա համար ասում Մատթեոս ավետարանը մեզ ասում Աստված միշտ մեզ հետ է, միշտ մեր կողքն է Աստված։ Հիմա այս վերջերս մի հատ ֆիլմ եմ նայում, բավականին հետաքրքիր ֆիլմ է, ճիշտ է, ինքը եւ փաստագրական կա, եւ գեղարվեստական կա, Դավթի տունը, չգիտեմ նայել, թե չէ, շատ լավ ֆիլմ է, հիմա սպասում եմ վերջի սերիային, շատ ակտիվ ֆիլմ։ Ինչական, տեղական ֆիլմ։ Դավթի տունը, չէ, հրեական Դավթի թագավորի մասին է, շատ լավ ֆիլմ է։ Չէ, որտեղ են նկարահանել այդ։ Միացյալ Նահանգներում։ Չգիտեմ, ֆիլմը Միացյալ Նահանգներն է, բայց կարող եք նայել բավականին ուսուցողական ֆիլմ է։ Հայերեն է։ Չէ, ռուսերեն կամ անգլերեն։ Հա, հետաքրքիր Հենց այդպես կոչմա Դավթի տունը, տենց փնտրենք ֆիլմը։ Դավթի տուն, հա, բայց ասեմ ձեզ, ինքը գեղարվեստական մասը չէ, միայն փաստագրական չի, դե փաստագրական տվյալներ կա, որ խախտված են, այսինքն ինքը գեղարվեստական մասը Հիմա Սամուել Մարգարեն շատ հետաքրքիր բառեր ասում, որը տպավորվում է իր մեջ։ Դավթի հետ խոսալուց ասում եմ, մարդիկ միշտ ասում են, Աստված մեզ հետ է, թե մեզ հետ չի։ Ասում եմ, բայց սխալ մտածում է, սխալ խոսք է։ Ասում եմ, մեկնությունը ես եմ տա, բացատրությունը արդեն ես եմ տա։ Դու չես կենտրոնում, որ Աստված քեզ հետ լինի կամ քեզ հետ չի։ Ասում եմ, դու դի ասես, ես Աստծու հետ եմ, թե Աստծու հետ չեմ։ Որովհետև կենտրոնը Աստված է և ոչ թե։ Երբ որ մենք ասում ենք Աստված մեզ թողեց, Աստված մեզ հետ չի, Աստված մեզ հետ է կամ մեզ հետ չի, մենք չենք կենտրոնում։ Աստված է կենտրոնում։ Աստծու ներկայությունը միշտ կա, երբ որ մենք հեռանում ենք, մենք ենք հեռանում, Աստված չի հեռանում։ Աստված միշտ կենտրոնում։ Մենք ենք այդ կենտրոնից հեռանում կամ մոտենում։ Մենք ենք Աստծու ներկայությունից հեռանում կամ մոտ գործում Աստծու ներկայության։ Եվ ոչ թե Աստվածը մեզանից հեռանում մոտենում։ Մենք մեր մասին այդքան ճիշտ Աստված մեզ շատ սիրում է, այն աստիճան, որ իր միածին որդին տվեց մեր փրկության համար, բայց մենք չէ որ կենտրոնը Աստված, և Աստված միշտ մեզ է, ուղղակի մենք ենք, կամ հեռու կամ դա, հենց որ երազդ քեզ նորություն չի ասում, Քրիստոս ասում է, ես քեզ հետ եմ, չէ աշխարհի վերջը, ու ինքը քեզ հետ է, դու իր հետ ես, մեր բոլոր խնդիրների մեջ, մեր բոլոր հարցերի մեջ, Աստծու ներկայությունը կա։ Բայց
Մեկը մեկին չի խանգարում, չի գնաս։ Ուշուշ գնում ենք, նես չի որ չենք։ Վերջերս չի գնում։ Անհատներին ենք մեր մոտենում։ Այո, ճիշտ է։ Մի հատ հաստատում ենք մեր արմատներին։ Եթե ասենք երազ ենք ուզում անհանգիստ ենք, դե գիտենք որ երազահան կա։ Հիմա երազահան նայելը մեր գործել է։ Ես նոր ձեզանից լսեցի, որ փաստորեն 3 ձևի երազներ կա։ Ասում գերի գլխին ավետարանը կարծում։ Չէ, բայց դուք հիմա մի բան ասեցիք 3 ձևի երազներ, այսինքն Աստծուցա։ Հիմա ես կասեմ Երազան մի ասում գայլի գլխին ավետարանը կարծում շուտ արած գերել։ Չէ, ես հասկանում եմ չեք ասում, բայց դուք Հիմա ասեցիք։ Աստծուցա, սատանայից։ Ահա, ես ո՞նց իմանամ, որ այդ երազը Աստծուցա։ Մի կարևոր։ Եթե ես շարունակությունը ասել եմ, մի կարևոր։ Եթե Աստծուց լինի, Աստված քեզ ցույց կտա անպայման։ Աստված քեզ ցույց կտա։ Սամուելն էր, չէ՞, նույն Սամուել մարգարեն, տաճարում 3 անգամ Աստված կանչեց, 3-րդ անգամ որ հաստատ իմացավ որ Աստված, այսինքն Աստված միջոց կգտնի քեզ կանչելու ու ցույց տա։ Լավ։ Դու մի կասկածը։ Աստված միշտ կգտնի միջոց քեզ ցույց տա։ Հա, տենց եղել է, որ իրոք ես նայել եմ։ Երազանով բաց։ Մեկ այդ երազանով պատասխանը չես իմանա։ Լավ։ Նենց որ Աստված միջոցը կգտնի քեզ ցույց տալու, քեզ առաջնորդի, վստահ եմ։ Ֆիլմից խոսացին, հիմա մի գրքի եմ ուզում անդրադառնալ, ձեր կարծիքը շատ կարևոր է։ Ես այդ գրքը մի 10 տարի առաջ կարդում էի, օգտվում էի այդ գրքից, բայց շատ տարբեր կարծիքներ լսել տարբեր քահանաներից։ Աստծո կանչը գրքի մասին է խոսքը։ Կարդալ, թե չկարդալ։ Ես ճիշտ ասած այդ հարցը պատասխանը միշտ տանջը ուզել է, բայց Մի քիչ նմանություն Հիսուսի։ ասում է Աստծո կանչ գիրքը պետք է կարդալ, թե չէ։ Ինքը ամենօրյա ընթերցվածքները, նայեք ինքը բողոքական հրատարակություն, բողոքական Բայց մենք դրա փոխարեն ունենք, ինքը բադ չի, Աստծո խոսքի, Աստծո խոսքից, Աստվածաշնչից հատվածները։ Բայց մենք ունենք այդ նույնը շատ ավելի լավ։ Մենք ամենօրյա ընթերցանություն ունենք ավետարանը, իմաստը։ Չէ, բայց մենք ամենօրյա ընթերցվածք ունենք, ինչի համար։ Այսինքն, եթե հայ առաքելական եկեղեցի չունեն, ես ասեմ չունենք։ Օգտվեք ուրիշներ, բայց մենք ամեն Աստծո օր կարդում ենք այդ ընթերցվածքը, չի գնանք ուրիշներ։ Հարցն հենց այդ օրինակ ես 10 տարի առաջ եմ կարդացել, մի կողմ եմ թողել, այդ չեմ կարդացել, բայց վերջերս եւ ին անցած տարվանից սկսել եմ այսպես եթերում չասեմ, որտեղ պաշտոնական կայքերից մեկում մեր շատ հայտնի հայ առաքելական եկեղեցու կայքերից մեկում դրված է դա եւ հետո առանձին կասեմ որտեղ ու դա իմ մոտ ավելի այսպես Մենք ունենք ամենօրյա ընթերցվածքներ ավետարանից, Աստվածաշնչից, հա, նոր կտականից, իմաստը ուրիշտեղ փնտրել այդ ընթերցվածքները։ Ես իմաստ չեմ գտնում ճիշտ ասած։ Նենց որ ռուսներն շատ լավ հրաշք, սոս։ Չէ, սուրբ գրքի ընթերցանությունը մի փոքր բացատրություն է, կոչվում է Духовная пища на каждый день. Շատ Մենք նույնը մենք ունենք այդ հոգը, հա? Այդ եմ ասում այդ հոգևոր ընթերցվածքը բոլորս ունենք եւ փնտրել պետք չի։ Ուրիշտեղ փնտրել չի, հայ առաքելական եկեղեցիների չի փնտրել ուրիշտեղ։ Լավ համաձայնում ես։ Իսկ զոդիակի աստղագուշակությանը ո՞նց եք վերաբերում։ Միանշանակ։ Որ ասում են համատեղ են, համատեղ չեն։ Միանշանակ ով ասեց որ համատեղ են կամ համատեղ չեն, ով կար ասի։ Հիմա երկու աղեղնավորները համատեղ են թե համատեղ չեն։ իրար կխփեն։ Հա?
Երկու աղեղնավոր համատեղ է, թե համատեղ չէ։ Իմանայք, իսկ այդ ամեն ինչը կախում ունի ոչ թե աղեղնավորներից, կամ չգիտեմ կշերքներից, մյուսից։ Այդ ամեն ինչը կախում ունի Աստծուց ու այն արժեքներից, որ դու քո քրիստոնեական արժեքներից կախում ունի։ Դու համբերող ես, թե համբերող չես, ներողամիտ ես, թե ներողամիտ չես, փող զիջող ես, թե փող զիջող։ Այսինքն նույն բնավորությունը կարող է համենի ունենա, համենի ունենա։ Երբ որ քրիստոնեական արժեքներով Աստղագիտությունը այլ բան, աստղագուշակությունը այլ բան, դրանք շատ տարբեր բաներ են, դրանք դիտել եմ, Սողոմոնը ունի և իր իմաստը չու, այդ իր այն ժամանակահատվածի մեջ է գրել, երբ որ ինքը վարձուկներում կուրքերին խունկ էր բան, այսինքն իր Աստծուց շեղվելուց հետո ու դրա մեջ փնտրել ինչ-որ մի ճշմարտություն իմաստ չունի։ Նենց որ դրա մեջ փնտրել ճշմարտություն իմաստ չունի։ Այդի աստղագիտ դրա համար ասեցի, աստղագիտությունը այլ բան է, աստղագուշակությունը այլ բան է։ Դրա համար նախորդ ես այդ հարցի պատասխան տվեցի, որ այդ հարցը չտակեցի։ Սերհայր, մենք լատիներենի դասախոս ունենք, երբ որ ես քննության օրեր էի նշանակում, ինքը միշտ ասում էր, ես պետք է օրը գա, լուսնի չգիտեմ ինչեր համեմատեմ, հասկանամ, գլխացավ ունենամ, ճշում ունենամ, թե նոր քեզ օրը կասեմ։ Հիմա դա աստղագիտություն է։ Հիմա դրա մեջ և սնահավատություն կա և գիտությունը կա, որոշ չանունեք ման, այդ մարդու խոսքի մեջ ինքը մի քիչ կախված վիճակ է, դրա համար եմ ասում սնահավատություն կա, որևէ մի բանից դու կախվածություն չունես, եթե կախվածություն ունես ինչ-որ բանից, դա արդեն խնդիր է։ Այսինքն ֆեն շույն էլ չի ընդունում եկեղեցին։ Խնդրում եմ ասեք, մեծ վարքի ժամանակ հուսակադրություն կատարվում է թե չէ, կարելի է թե չէ, եթե արվում է, եթե չի կարելի ինչու է արվում, իսկ եթե արվում է խորանը բացվում է, թե ոչ։ Նախ առաջինը խորանը մեծ վարքի շրջանում բացվում է մենակ հիմա կբացվի շաբաթ օրը, այսինքն կբացվի ուրբաթ երեկոյանից, շաբաթ մինչև պատարագի վերջը, պատարագի հաղորդությունից հետո վարակվելը կփակվի նորից, կիրակի օրը երեկոյան ժամերությունից հետո կբացվի մինչև երկուշաբթի երեկոյան ժամերությունը։ Դրանից հետո այլևս փակ կմնա մինչև ծաղկազարդ։ Պսակադրության, երբ որ մեծ պահքի շրջանին պսակադրություն ճիշտ կլինի, որ չարվի։ Բայց քանի որ մեր ժողովուրդը երբեմն, օրինակ ես փորձում եմ, որ գալիս եմ, երբ որ գալիս եմ պսակադրություն պայմանավորելու, ես փորձում եմ իրենց համոզել, որ այդ պսակադրությունը չանի։ Բայց ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ Վազգեն Բեափարը երջանկայիշատակը ժամանակ ուղղակի բանավոր արտոնեց, որպեսզի գոնե օրհնության, քանի որ համայնավարությունը շրջանում է, որ գոնե օրհնություն ստանան, պսակադրության խորհուրդը կատարվի եւ առանց պսակադրության խորհրդի մարդիկ չամուսնանան իրար հետ եւ ամուսնական կյանքով չապրեն։ Նույն մտածողությամբ նաեւ հիմա մենք ենք անում բացառությամբ ավագ շաբաթին պսակադրություն չի կա։ Բայց շատ ճիշտ կլինի, որ մեր հայրենիները լսեն իրենց հոգեվորականներին, իրենց հոգևոր ընդհանրապես շատ ճիշտ կլինի, որ մենք կարողանանք հոգևոր հայրենի լսել։ Երբեմն օրինակ ինձ այսպիսի հարց են տալու։ Ասում են, Տեր այր, նայեք իսլամական կրոնը, նայեք եւ այլ։ Ես ասում եմ, այո, նայում եմ, բայց դուք նայում եք այնտեղ իրանց հոգևորականներին ոնց են լսում։ Իրենց հոգևորականը, եթե իրենց մի բան ասեց, դառնում է իրանց ականջի կողմը։
իրանք հակառակվելու չեն հակառակվում։ Իսկ հայ հոգևորականը հայորդում մի բան ասում, հայորդին մի անգամից պատճառ է գտնում հակառակվելու հայորդին։ Ինչի՞։ Այսինքն այդպիսի դեպքեր ինձ հետ շատ է եղել։ Երբ որ ինչ-որ մի բան խնդրում ես, որպեսզի այսպես անի, ասում եմ, ինչի իմ հավատքը ներսն է, ես կարևորը իմ ներսում է իմ հավատքը, կապ չունի ես ոնց կգամ կամ ինչ կգամ կամ ինչ կգամ, այդպես չի։ Այսինքն այն ինչ որ քո ներսում է, նաև քո դրսում։ Երբ որ դու ուրախ ես ներսում, քո դեմքին արտացոլվում։ Երբ որ դու տխուր ես, քո դեմքին արտացոլվում։ Նույնպես երբ որ ներսում կա Աստված, դու չես կարող ինչ ուզես անես, որովհետև դու Աստծո ներկայության մեջ ես ու դու անում ես այն, ինչ որ Աստծուն է հաճում։ Դրա համար այդ հասկացողությունը, որ ասում են իմ ներսում է, իմ հավատքը, իմ Աստվածն է, չկա, ոչ Արման ունի իր Աստվածը, ոչ Քնարիկ ունի իր Աստվածը, ոչ Հովհաննես ունի, ոչ Սոսը, ոչ ես, մեր Աստվածը միակ սուրբ երրորդություն։ Ամեն մեկս մեր առանձին Աստվածը չունի, դες բան չկա, դες բան գոյություն չունի։ Մեր բոլորիս Աստվածը մեկն է, ամենասուրբ երրորդությունը, Հայր, Որդի, Սուրբ Հոգի ու վերջ։ Ու եթե մենք մեր ներսում մեր հավատք ունենք, ինքը չի կարա չարտաս արտակնապես չերևալ։ Այդ հեքիաթային պատասխանները փորձենք վերջնել, այլ կարողանանք լսել մեր հոգևորական։ Ես չի որ հոգևորական ուզում է հայի, վատը կամ հայի մեղավորը չէ։ Ուղղակի երբ որ մենք սովորենք լսել, մենք շատ բաներ կկարևորենք ու մենք։ Ոչ միայն հոգևորական, մենք մեկս մյուսից լսելու կարողություն չունենք։ Մեզ թվում է, թե եթե ինչ-որ մեկը մի բան ասում է, ուրեմն մեզ պախարակելու, մեզ վատաբանելու, մեզ մեղավոր դարձնելու համար է, ու մենք սկսում ենք հակաճառել։ Բայց էլ մենք լսենք այդ մարդին ինչ ասում։ Իսկ չենք կարա մի քանի անգամ պարտադրենք, որտեղ այդ են հարցնա, որ եկեղեցուն պետք է հարմարվեն, ոչ թե եկեղեցին հարմարվի։ Եթե կատեգորիկ հրաժարվեն, արդեն սկսեն հետևել օրերին։ Ես քեզ եմ դրում։ Հիմա օրինակ մեծ պահքի շրջանին կատեգորիկ կաթոլիկերում սուրբաններ մաղ չեն ուզում։ Բայց մեկը գալիս են ու փորձում են մեզ աղուսել։ Բայց չեն գործում, աղը չեն գործում։ Ճանապարհում եք, ասում են մեծ պահքի շրջանին մատաղ չի արվում կենդանական, մատաղ ես ուզում անես։ Գնա առ բրինձ, ձետ, ծավալ, տարտու կարիքավոր են։ Մատաղը վերջը ինչ է, ողորմություն չէ։ Ողորմություն աղքատին, ողորմություն կարիքավորին։ Եվ ոչ թե չակերտավոր, հայկական սովորության համաձայն սեղան գցել, ուտել խմել, քեֆան։ Դա չի մատաղ։ Մատաղը ողորմություն է, մատաղը կարիքավորին օգնել։ Ուզում ես կարիքավորին օգնել։ Պարտադիր չի միս արում ստասի։ Այդ օրը ուտի ու վերջացնի։ Ձեթա, չինեմ ես։ Բրինձա, մակարոնանենա, այսինքն ինչ ուզում ես։ Դու իրան, դու այդ մարդը իրան կարիքները մատաղաներու զաղորդները պարտադիր են։ Բայց երբ որ դու մատաղ ես անում, նաև ես կարաս այդ ինչ-որ պիտի անես, այդ բրինձը ծավալը և ինչը որ բերում ես, կարաս բերես քահանան որդների, տանես կամ գումարի տեսքով, չէ, ինձ մի անգամ ասեցին գումարի տեսքով փոխանցել տանի։ Կամ գումարի տեսքով տաս, որ այդ մարդը իրար կարիք ունի։ Հուսով Աստված, որ այդպես կլինի մի օր, եւ երբ որ մեծ պահքի շրջանին մենք հուսակալություն չենք գրել։ Որովհետեւ հետո ես մարդկանց բացատրում եմ նայել։ Ասում նայ, հուսակալություն ինքն այն ինչքան գեղեցիկ կլինի, երբ որ խորանը բաց է, իր ամբողջ փառքով, գեղեցկությամբ, չէ՞։ Ասում դուք էլ լավ, ձեզ համար էլ լավ կլինի, ուրախ կլինի։ Ասում գազ վարակումի արջակ կանգնես պսակել քեզ, որ ինչ։ Երբ որ խորանը բա։ Ոմանք համոզում են, ոմանք ոչ։ Եթե այդ ովքեր որ չեն համոզում, ստիպած պսակել։ Բայց դե բավականին ասեմ փոփոխություն կա, չեմ կարա այդ չասեմ։
բավականին փոփոխություն կա։ Մարդիկ սկսել են լսել, որտեղ զգում են, որ ուրիշ տարբերակ չկա։ Միակ սյունը, միակ հույսը, հավատը մնացել է հայրաքելական եկեղեցին, և դրա համար նաև երբեմն արդեն սկսել են լսել։ Այս վիդեոների օգուտն էլ է դա, էլի։ Հա? Բայց մեկա միևնույն է, սոց ցանցերը չես։ Ագապին որ Ես նկարել։ հաշվի սոցցանցերից։ Միևնույն է, սոց ցանցերը չես։ Ես սիրում եմ այսպես իրական շփում, այս իրական շփումն է, որ կարևոր է, որ մենք այս մուսիս աչքերին ենք նայում։ Գիտեք չէ, որ աչքերը մարդու ամենադավաճան Մատնող, հա? դավաճանով ես որ մարդու աչքերին նայելը շատ կարևոր է, մարդու հետ խոսալուց։ Այդ շատերը եկեղեցուց հեռու են բնակվում։ Չէ, արտասահմանում մարդկա 200 կիլոմետր հեռու է ապրում։ Հիմա եթե 200 կիլոմետր հեռավորության վրա հարսանիք լինի, մարդիկ եթե հանգստանալու գնա 200 կիլոմետրը կլկում։ Մեքենայով կկտրի կանցնի կգնա։ 2000 մետր է կգնա։ Ցանկություն։ Միակ կիրակի օրերը, օրինակ, սուրբ Աննա եկեղեցի, մանհները մտնել եկեղեցի պատարագի կամ տերաշաշը, Բակում չգնում, ձայնը դուրս է գալիս, չէ։ Ամբողջ բակը պատարագի երկեցողությունը լսում է, պատարագի մասնակցությունը։ Ընդորում բոլոր եկեղեցիներում դեպտերություն են, այնպես որ։ Ոնց որ փառք Տիրոջ է։ Այդ հետո երբեմն ասում են եկեղեցիները շատ են կառուցում։ Եկեղեցիները շատ Երևանում շատ քիչ են եկեղեցի։ Շատ քիչ։ Դա Վրաստանում ավելի շատ է։ Շատ քիչ է։ Երևանի բնակչության համեմատ եկեղեցիները շատ քիչ են։ Մենք պետք ունենք շատ եկեղեցի, որպեսզի կարողանան մարդիկ գործել եկեղեցի եւ կարողանան լսել պատերազմ։ Շատ պետք է։ Որևէ մեկը թող չասի, որ եկեղեցիները շատ են, քիչ են եկեղեցիները։ Երբ որ կիրակի օրերը վտանգավոր մարդիկ էին ասում, էլի որ չէին թողում ես եկեղեցին կառուցել, կամ որ խնդիր առաջացավ գնում Մոսկվայի կամ եկեղեցին կառուցել իր իսկական վայրում Պողոս Պետրոսը։ Հենց որ եկեղեցիները քիչ են Երևանում, շատ է։ Երբ որ գանք մենք կիրակի օրերը մտնենք եկեղեցի կտեսնենք, որ Երևանի բոլոր եկեղեցիները լեփ-լեցուն ու մարդիկ չեն կարողանում եկեղեցի։ Իսա հուշում եմ ես, որ եկեղեցիները ուղղակի քիչ են։ Երևանի շատ եկեղեցիներ։ Այս կամով վերջացնում, ուրեմն շաբաթ օրը Գրիգոր Լուսավորչի մուտնի վիրակն է։ Հայաստանի այս առաքելական եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ, Սուրբ Աննայում, կաթողիկեում Սուրբ Աննայում առավոտյան ժամը 10:30։ Կիրակի օրը բնականաբար ամսի 6-ին Պատարագն է ժամը 11-ին Կիրակնորյան, ամսի 7-ին Աստվածամոր ավետման տոն։ Նորից մատուցվելու է Պատարագ առավոտյան 10:30։ Գալ 5-շաբթի օրը ամսի 3-ին կկատարենք Խաչալղա, իսկ մյուս 3 շաբթի օրը ամսի 8-ին։ Նորից հարց ու պատասխան 5:30։ Հիմա միասին ավարտենք։ Պահպանի ջրույց հավատացած Քրիստոս Աստվածը, պահյա պահպանյա որդնյա, զազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայց, աշխարհն հայոց, զինվորությունս թողանյամ սուպեր պատրական խաչին, թողի խաղացին, Պրկի ազատի այրևել և անոյ թշնամուն, աժնորեգության պարավորը, կեզ թոր և ծրպով, դայժում և նիշտ և աղդիանս հակրին ծանտը, որդնյա Այդ
Դավիդը։ Շատ հրաշք ֆիլմ է, ժողովուրդ։ Այ Երկու